Այլ հայացք Իսրայել-Լիբանան բանակցություններին։ Մարտի սկզբին Լիբանանն իր կամքից անկախ ներքաշվեց Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտության մեջ։ Լիբանանում գործող շիական Հեզբոլլահ շարժումը ի աջակցություն Իրանի հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի հյուսիսային շրջաններին, ինչին ի պատասխան իսրայելական կողմը սկսեց լայնածավալ օդային հարվածներ։ Այնուհետև հաջորդեց նաև ցամաքային գործողությունը։ Իսրայելական ուժերը խորացել են Լիբանանի հարավում, լիբանանյան բանակը հետ է քաշվել։ Պարբերաբար բախումներ են գրանցվում Հեզբոլլահի զինյալների եւ Ցահալի ջոկատների միջև։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով մարտի ռմբակոծությունների հետևանքով երկրում զոհվել է մոտ 2400 մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ 1 միլիոն մարդ կամ երկրի ամեն 5-րդ բնակիչը հարկադիր տեղահանված է։ Իսրայելական բանակը հայտնել է մարտի սկզբից ի վեր Հեզբոլլահի ավելի քան 1700 անդամի սպանության մասին։ Լիբանանում էսկալացիային վերջ տալու նպատակով ամերիկյան կողմի միջնորդությամբ Լիբանանի եւ Իսրայելի միջև բանակցություններ սկսվեցին։ Վաշինգտոնում երկու երկրի դեսպաններն ապրիլի 14-ին հանդիպում անցկացրին։ Դա Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն են 1993 թվականից ի վեր։ Օրեր անց ապրիլի 17-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև 10-օրյա հրադադարի հաստատման մասին։ Այս պայմանավորվածությունն ընդհանուր առմամբ կայունացրեց իրավիճակը, սակայն ամենատարբեր միջադեպերը շարունակվում են, իսկ Ցահալը եւ Հեզբոլլահն իրար են մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու համար։ Ապրիլի 23-ին Վաշինգտոնում փոխնախագահ Վենսի եւ պետքարտուղար Ռուբիոյի միջնորդությամբ տեղի ունեցավ Լիբանանի եւ Իսրայելի դեսպանների երկրորդ հանդիպումը, որի շրջանակում կողմերը պայմանավորվեցին եւս 3 շաբաթով երկարաձգել հրադադարը։ Հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ աշխատելու են Լիբանանի հետ երկրում կարգուկանոն հաստատելու համար։ Նա հավելել է նաև, որ մտադիր է առաջիկայում Սպիտակ տուն հանդիպման հրավիրել Լիբանանի եւ Իսրայելի նախագահներին։ Առաջին հայացքից բանակցությունների հիմնական նպատակը պարզ է նվազեցնել լարվածությունը եւ կանխել պատերազմի հետագա ընդլայնումը, սակայն կողմերի նպատակները շատ ավելի լայն են եւ հաճախ անհամատեղելի։ Իսրայելի համար այս գործընթացը հնարավորություն է ոչ միայն ապահովելու իր հյուսիսային սահմանների անվտանգությունը, այլև վերաձևելու տարածաշրջանային ուժերի բալանսը։ Իսրայելը մասնավորապես փորձում է թուլացնել Իրանի ազդեցությունը, որը Լիբանանում մեծապես իրականացվում է Հեզբոլլահի միջոցով։ Լիբանանի պարագայում իրավիճակը զգալիորեն ավելի բարդ է։ Պաշտոնական Բեյրութը բանակցում է մի հարցի շուրջ, որը չի գտնվում իր լիարժեք վերահսկողության տակ։ Երկրի ներսում պետական ինստիտուտների թուլությունը եւ տարբեր քաղաքական ու ռազմական խմբերի ազդեցությունը ստեղծել են մի իրավիճակ, որտեղ իշխանությունները չեն կարող ամբողջությամբ տնօրինել անվտանգային քաղաքականությունը։ Հեզբոլլահն այս համակարգում ոչ միայն ռազմական ուժ է, այլև քաղաքական եւ սոցիալական դերակատար, որն ունի զգալի աջակցություն երկրի ներսում։ Լիբանանը փաստացի հայտնվել է երկակի ճնշման տակ։ Մի կողմից միջազգային հանրությունը, հատկապես Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները ակնկալում են, որ իշխանությունները կուժեղացնեն պետական վերահսկողությունը եւ կսահմանափակեն Հեզբոլլահի ազդեցությունը։ Մյուս կողմից երկրի ներսում նման քայլերը կարող են հանգեցնել ներքին լարվածության եւ նույնիսկ ապակայունացման։ Արդյունքում Լիբանանի բանակցային ջանքերը հաճախ ավելի շատ ուղղված են ժամանակ շահելուն եւ իրավիճակը կառավարելուն, քան արմատական լուծումներ գտնելուն։ Թեև հայտարարվել է, որ ԱՄՆ միջնորդությամբ ընթացող Լիբանան-Իսրայել բանակցությունների նպատակն է հասնել համապարփակ համաձայնագրի, փորձագետների կարծիքով դա այս պահին իրատեսական չէ։ Բանակցությունների առանցքային թեմաներից մեկը անվտանգությունն է, հատկապես սահմանային ռեժիմը։ Իսրայելը ձգտում է ստեղծել անվտանգության գոտի Լիբանանի հարավում, Լիտանի գետից հարավ, Հեզբոլլահի հնարավոր հարձակումները կանխելու համար։ Ուշագրավ է, որ անգամ հրադադարի պայմաններում Իսրայելը դուրս չի բերել իր զորքերը Լիբանանի տարածքից։ Ավելին կան փաստեր, որ իսրայելական ուժերն ակտիվորեն քանդում են լիբանանյան որոշ բնակավայրեր, պատճառաբանելով, թե դրանք Հեզբոլլահի կողմից օգտագործվում են որպես ռազմական դիրքեր։ Փորձագետների գնահատմամբ այդ գործողություններն իրականացվում են հենց անվտանգության գոտու ստեղծման տրամաբանության շրջանակում, որպեսզի տեղի գլխավորապես շիա բնակչությունը չկարողանա վերադառնալ։ Լիբանանի համար անվտանգության գոտու ստեղծման սցենարը անընդունելի է, քանի որ այն ընկալվում է որպես ինքնիշխանության խախտում։ Այդ պատճառով Բեյրութի հիմնական պահանջներից է, որ իսրայելական ուժերն ամբողջությամբ դուրս բերվեն երկրի տարածքից։ Իսրայել-Լիբանան բանակցությունների ամենաբարդ եւ հակասական հարցը Հեզբոլլահի ապագան է։ Իսրայելի համար կազմակերպության զինաթափումը կամ առնվազն ռազմական կարողությունների զգալի սահմանափակումը նախապայման է ցանկացած երկարաժամկետ համաձայնության համար։ Այս մոտեցումը կիսում է նաև Միացյալ
Միացյալ Նահանգները։ Լիբանանի կառավարությունը դեռ մարտի սկզբին հակամարտության կտրուկ սրման ֆոնին արգելեց երկրում Հեզբոլլահ շարժման ռազմական գործունեությունը։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարեց, որ Հեզբոլլահի զինյալները պարտավոր են զինաթափվել, իսկ շարժման բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության միջոցառումներն անօրինական են։ Չնայած այս ամենին, կառավարությունը գործնականում չունի բավարար լծակներ այս որոշումը կյանքի կոչելու համար։ Հեզբոլլահի զինաթափումը հնարավոր է միայն Լիբանանի ներսում քաղաքական լուրջ վերադասավորումների կամ արտաքին ճնշումների աննախադեպ մեծացման դեպքում, ընդ որում երկրորդ սցենարն անխուսափելիորեն կվտանգի երկրի կայունությունը։ Իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ Հեզբոլլահը բանակցությունների կողմ չէ, այն չի մասնակցում հանդիպումներին, չի միանում հրադադարի պայմանավորվածություններին եւ շարունակում է իրեն դիրքավորել որպես դիմադրության շարժում։ Ավելին, շարժումը բացահայտ դեմ է նաև, որ Լիբանանի կառավարությունը բանակցի Իսրայելի հետ։ Հեզբոլլահի հետ կապված չպետք է անտեսել նաև իրանական գործոնը, որը շարժման գլխավոր աջակիցներից է։ Այլ կերպ ասած, Իսրայել-Լիբանան բանակցությունները փոխկապակցված են Իրան-Իսրայել հակամարտության հետ։ Հետևաբար, նույնիսկ եթե Լիբանանը եւ Իսրայելը հասնեն որոշակի համաձայնության, դրա կայունությունը կախված կլինի ավելի լայն տարածաշրջանային զարգացումներից։ Լիբանան-Իսրայել հակամարտության համատեքստում կարևոր են նաև մյուս արտաքին դերակատարները։ Միացյալ Նահանգները որպես հիմնական միջնորդ փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր՝ կանխել լայնամասշտաբ պատերազմը, ապահովել Իսրայելի անվտանգությունը եւ պահպանել Լիբանանի պետական համակարգը։ Սակայն այս նպատակները միշտ չէ, որ համատեղելի են։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, մասնավորապես Ֆրանսիային, նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնում Լիբանանի ներքին կայունությանը եւ ինստիտուցիոնալ զարգացմանը։ Սակայն նրանց ազդեցությունը սահմանափակ է, քանի որ անվտանգության հիմնական հարցերը որոշվում են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի փոխգործակցության շրջանակում։ Իսրայելի եւ Լիբանանի միջև վստահության պակասը, շարունակվող ռազմական գործողությունները եւ կողմերի ռազմավարական նպատակների անհամատեղելիությունը դարձնում են գործընթացը խիստ փխրուն։ Այդ պատճառով առավել իրատեսական է այս բանակցությունները դիտարկել ոչ թե որպես վերջնական լուծման ճանապարհ, այլ որպես ճգնաժամի կառավարման մեխանիզմ։ Այս փուլում գործընթացի հիմնական նպատակը ոչ թե խաղաղության հաստատումն է, այլ բռնության ինտենսիվության նվազեցումը եւ իրավիճակի վերահսկելիության ապահովումը։ Ամփոփելով կարող ենք նշել, եթե նույնիսկ այս փուլում Լիբանանը եւ Իսրայելը չկարողանան հասնել լայն համաձայնության, բանակցությունները կարող են ստեղծել այն նվազագույն հարթակը, որի վրա ապագայում հնարավոր կլինի կառուցել ավելի կայուն լուծումներ։